Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Կարապետյան, նախ Ալիևի պատերազմելու հավանականության հետ կապված որպես նաև մարդ, որ ունի քաղաքագիտական կրթություն, վստահեցնում եմ, որ մի երկրի մանավանդ Ադրբեջանի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավարի ցանկությամբ չէ տարածաշրջանում նոր պատերազմ սկսելը, միլիոն գործոններ կան, որ պիտի համընկնեն, որից հետո նոր կարող է այդպիսի բան թույլ տալ իրեն, սա այս պատերազմի անընդհատ սպառնալիքի հետ կապված, բայց մեկ այլ հանգամանք, որի մասին ուզեմ պիտի խոսեմ, հա, ցանկացած գործի մեջ շատ կարևորն է մոտիվացիան։ Նիկոլ Փաշինյանի պարագայում իշխանություն պահելու մոտիվացիան սարսափելի մեծ է, շատ մեծ է։ Չեմ ուզում թվարկել պատճառները, դրանք բոլորին հայտնի են, այսինքն այստեղ էգզիստենցիալ հարցինք ունի իշխանություն պահելու տրամաբանությամբ։ Հայաստանի ընդդիմությանը մինչև ձեր հայտ ներկայացնելը մշտապես այդ քննադատությունը կար, որ ընդդիմությունը այդքան մոտիվացված չի վերցնելու իշխանությունը, ինչքան իշխանությունը մոտիվացված է պահելու իշխանությունը։ Հատկապես մենք գործ ունենք հեղափոխական իշխանության հետ, որը անցել է այդ փշալարի վրայով եւ այլն եւ այլն։ Հիմա ո՞նց կարող եք դուք ձեր ընտրողին հավաստիացնել, որ ձեր մոտիվացիան փոխել Փաշինյանին ավելի շատ է, քան Փաշինյանի մոտիվացիան պահել իշխանությունը։ Ամենօրյա աշխատանքով, ամենօրյա մեր ծրագրերով, մենք ամեն օր ներկայացնում ենք մեր ծրագրերը, դրա համար ժողովուրդը պետք է որոշի, իրենց համապատասխանում են մեր ծրագրերը, թե ոչ, մենք չենք կարող երդվել Ալիևի անունով, մենք պարզ ներկայացնում ենք մեր ծրագրերը և ամեն օր ենք դա անում, դրա համար հնարավորություն ենք տալի ժողովուրդը որոշի մեր ցանկությունները, մեր մոտիվացիան, մեր հնարավորությունները և համեմատի փողոցային ղժղժոցի հետ, եթե իրեն նորից համապատասխանում է այդ ղժղժոցը, ինչը որ մենք չենք տեսնում, նորից ասեմ հարցումներով, չի համապատասխանում, ընդամենը վախի մթնոլորտում պահված ժողովուրդ է, ինչը որ ընտրության օրը մենք շատ սյուրպրիզներ ենք ունենալու, քանի որ եթե 18,000 մարդ դու զանգում ես, ընդամենը 1600-ի հետ ես կարում հարցում անես, 16,000-ը ինչ-որ բան նշանակում է, այդ 16,000-ը շատ հետաքրքիր է լինելու։ Անձնական մոտիվացիայի շարունակության հետ կապված, տեսեք, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը, ես լավ հիշում եմ, գործընկերներս կային, 2007 թվականն էր կարծեմ impeachment դաշինք էր ստեղծել, impeachment դաշինքի ժամանակ հայտարարեց, որ հեռանում է այլևս լրագրությունից, խմբագրական գործից ու վերաբերվում է քաղաքականություն։ Հաստատի 2007-ից 2018 թվական 11 տարվա ընթացքում ինքը հասավ իշխանության։ Հիմա հունիսի 7-ով կյանքը չի ավարտվում։ Դուք ասում եք բնականաբար հաղթելու եք, բայց կարող է նաև այնպես ստացվի, որ դառնաք ընդդիմություն, հա։ Չի կարող։ Մի պահ, տեսականորեն եկեք բան անենք, այդ թեմայի մասին խոսենք։ Դուք պատրաստ եք ընդդիմադիր լիդերի կարգավիճակի, որպես այդպիսին Հայաստանում։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Մենք չենք քննարկում եթեներ, մենք քննարկում ենք երբ։ Այդ երբը լինելու է հունիսի 7-ին։